Ինձ թվում է, եթե ինչ-որ մի բան ես փորձում ստեղծես, կամ ինչ-որ մի բան ես ուզում տաս, պետքա նախ եւ առաջ ինքդ իմանաս քո տվածը ինչ է, պետքա մարդկանց։ Դու մեկը որ լինեիր, քո տվածը քեզ պետք կլիներ, ուզեիր էդի վերցնեիր։ Ինձ թվում է մենք ժամանակներում ենք ապրում, որտեղ որ մարդը չի մտածում ինչ տա, այլ մտածում է, որ իր տվածը ավելի շատ շրջանառվի, բայց այդտեղ չկա օրինաչափություն։ Այսինքն, եթե մարդը մենակ մտածում է, որ իր տվածը շրջանառվի, ինքը չի մտածում իր տվածը ինչին է ծառայում։ Ծառայում է լավին, ծառայում է վատին, դրա արդյունքում մարդիկ ինչ են զգում, ինչ են ստանում դրանից, ստանում են ինֆորմացիա, ստանում են մի լավ բան, ինչը որ կարող են իրանք ծառայեցնեն իրանց կյանքում։ Բայց երբ որ մարդը այդ հարցերը իրան չի տալիս ու ինքը կարծում է, որ ինքը ստեղծում է բաներ, որոնք որ եթե շատ են դիտվում, շատ են նայվում, ուրեմն դա արժեք է։ Ես կփորձեի դա հերքել, որովհետև մենք լավ ենք տեսնում, որ ամեն տված չի, որ դա արժեք է։ Մենք լավ ենք տեսնում, որ ամեն ինչ չի, որը որ մեծ տարածում ունի, ուրեմն դա լավ արժեք է։ Մենք հստակ ենք տեսնում, որ ընդհակառակը ինչը որ մեծ տեսանելիություն ունի, շատ քիչ է հավանական, որ ինքը ունենա այնց արժեք, որ դու տեսնես, ասես։ Հիմա կասեք ոնց է մարդ որոշում, որն է այդ արժեքը։ Հա, ճիշտ հարցադրում է էդի։ Բայց ըստ իս այդ արժեքայնության մեջ կան ֆակտեր, կան եզրույթներ, որոնք որ դու տեսնելով, քո աչքը տեսնելով, դու տեսնում ես, որ դրա մեջ կա ճաշակ, որ դրա մեջ կա նրբանկատություն, որ դրա մեջ կան այն դետալները, որոնք որ մարդը տեսնելով կարա գեղագիտական հաճույք ապրի, որ մարդը տեսնելով կարա դրանից վերցնի այն տարրերը, ինչը որ իրան պետք են, ոնց որ նշեցի սկզբում զրույցիս։ Բայց երբ որ մարդը տեսնում է մի բան, ինչը որ ոչ ինտելեկտ է զարգացնում, ոչ վիզուալ է զարգացնում, ոչ հումոր է զարգացնում, բնականաբար գալիս հանգում ենք այն եզրույթին, որ դա պետք էր, որ տեսանելի դառնար։ Դրա համար ինձ թվում է մարդը պետքա մի բան հրապարակելուց առաջ ինքը իրան ուղղակի հարց տա. պետքա որ ես ես հրապարակեմ, ում ասա պետք, ում ասա ծառայում, ու ինչի համար ասա ծառայում։ Եթե մարդ վիդեո է նկարում, ինձ թվում է մարդը ոչ թե պետքա տեսնի այն հանգամանքը, որ ոնց անեն, որ ինքը շատ տարածվի, այլ մարդը պետքա նախ եւ առաջ ինքը իրան հարց տա. ում ասա պետք, ինձ պետք կլիներ սա տեսնել։ Ինձ թվում է, եթե մարդը ինքը իրան հարց տա, այդ հարցադրումն անի, թե իրան արդյոք պետք է իր ստեղծած արժեքը, եթե դա արժեք է, ուրեմն սիրով կարելի է նաև հրապարակել։ Բայց այն ամեն ինչը, ինչը որ իր մեջ ես չգիտեմ ինչա պարունակում, վայրկյանների ինչ-որ զգացումներ, վայրկյանների իմպուլսներ, դա մարդկանցից հեռացնում է։ Ու դա մարդուն չի տալիս մի բան, ինչը որ մարդը կծառայեցնի իր բարօրության համար, ընդհակառակը դա մարդուն խառնում է։ Դա մարդուն գցում է մի հատ հորձանուտի մեջ, որտեղ որ մարդը իրան լավ չի զգում։ Ինձ թվում է դիտարկումները, որ այսպես անենք, հաստատ կկարողանանք ստեղծել բաներ, որոնք որ ավելի ծառայող կլինեն մարդկանց, ոչ թե մարդկանցից իրանց խլող։